թե ինչ նշանակություն ունի մարքեթինգը ձեր միջոցառման համար եւ այլ հարցեր մենք քննարկենք այսօր մեր հյուրի հետ մեր հերթական էպիզոդում։ Ողջունում ենք բոլոր մեր կյանքլոներին։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր հերթական podcast-ի շրջանակներում, մեր YouTube-յան channel-ում, Triangulum Frequency ձեզ հետ է եւ ուզում ենք շնորհակալություն հայտնենք Recontrol-ին, որ տրամադրել է մեզ այս գեղեցիկ տաղավարը եւ ամբողջ թիմին, որ աշխատում է մեզ հետ։ Եվ այսօր ունենք հերթական հյուր, շատ կարեւոր մի մարդ մարքեթինգային լեգենդ այսպես ասած Aurora Borealis-ի հիմնադիր էլեկտրոնային երաժշտության մեծ սիրահար եւ պարզապես մեր լավ ընկերը Արթուր Ազիզյան Շատ լեգենդի համար շատ պաշտոնական սկսեցինք հա դե Արթուր ասում եմ պետք է հիմա ճոխ ներկայացնել էլի տենց լավ է ճոխ չի դե ասում ինչ կա տենց ասիր Լյոր ջան ճիշտը ոնց ճիշտ կար ոնց ասիր Ար ջան պրիվետ պրիվետ տղեկ ջան շատ ուրախ եմ որ ինձ հրավիրել եք ընդհանրապես հիմա ստեղ նստած եմ այս միկրոֆոնի առաջ ձեր ոդքասթները սաղ նայում եմ հետևում եմ ձեզ դրա համար քեզ կանչել եմ որ ասես ինչն է ու հիմա զգում եմ այդ լարվածությունը ձեր հյուրերի էլի որ իրոք պետք է ինչ-որ միացած բարի ice breaking անենք որ կարողանամ հաղթահարեմ բայց ինձ թվում է դա շատ հպանցիկ կլինի շնորհակալություն հրավերի համար փորձենք հետաքրքիր ոդքասթ անենք մենք ենք շնորհակալ ու ինչպես որ ասում ես նայել ես տեղյակ ես մենք ունենք ռուբրիկա, այսպես ասած, եւ խոսում ենք սկզբից տարբեր աշխարհում տարբեր կատարվող իրադարձությունների մասին եւ դու էլ շատ կայֆ կլինի որ մեր հետ քննարկես մեծ հաճույքով քանի որ հերոց ես այդ ամեն ինչից աջան ասում գիտենք ասում այդ իվենտների գալիս ես դրսերում իրար այդ իվենտների գնացել ենք դե ասա ուրեմն առաջի լուրը Բերլինում հետազոտություն են արել, որ քո ակումբային շեմը, ակումբային կյանքի շեմը մինչև 69 տարեկան է։ Այսինքն դա մեռնելու շեմը չի ժողովուրդ, չխառնեք։ Պատկերացրեք, ասում եմ, եթե Հայաստանում մի քիչ դժվար է իհարկե դա պատկերացնել 69 տարեկան մարդուն ակումբներում, բայց Եվրոպայում ու ընդհանուր ոնց որ տենց ոչ միայն Եվրոպայում, ընդհանուր հետազոտություն են արել Բերլինյան գիտնականները, որ լավագույն տարիքն է ակումբային կյանքը, այսինքն ֆեստիվալներ, ակումբներ, ապրել, վայելելու։ Այսինքն ուրախությունից ես հələ բավական երկար ժամանակ ունեմ։ Հայաստանի ներքեքով չի ասի, արդեն ոնց որ անցել է, հայկական ներքեքով տենց որ նայում ես 40 տարեկանները որ արդեն տենց են որ ինչ որ քլաբինգ են անում, բան են անում, են որ sense նայում ես սով։ Հա, իդեպ ես նկատել եմ, դե ես 40 անցամ, 43 եմ, համապատասխանաբար այդ իվենտներին որ գալիս եմ, ինձ ավելի երիտասարդ եմ զգում, անկեղծ եմ ասում, որովհետև ու դա նաև ինձ ստիպում է մնալ երիտասարդ։ Բարբերաբար այդպես համատություններ ալնում, որ իմանում եմ, ասենք, դաժե ինձ այնց փոքր տարիքով մարդկանց հետ եմ ծանոթանում, որոնք արտակնապես այնքան մեծ են երևում, հասկանում եմ, որ իրանք այս միջոցառումներին չեն գալի, դրա համար են այդպես մեծ երևում։ Так что խորհուրդ եմ տալի, որ մասնակցեն ու վայելեն։ Այո, մենք բազմիցս տես նորություն ունեցել էինք։ Մեր feed-ը Instagram-ում եթե հետևում եք, ասում եթե չեք հետևում մեր Instagram-ին էլ հետևեք, որովհետև շաբաթական մենք ընդ միշտ այս նորությունները տարբեր, որը որ հիմա քննարկում ենք ունենում ենք մեր Insta-ում։ Շատ տարբեր հետազոտություններ ու տենց են որ հա դրանք հա պոստում են ամեն շաբաթ որ ինչքան դուք հաճախում եք ակումբներ, ֆեստիվալներ եւ այլն ձեր կյանքը կոպիտացած դրանից երկարում է։ Դա հենց հետազոտություններից հետո ներողություն, այո, հա, կիրթ բառեր եմ օգտագործում։ Հենց իրանք նշել են, որ երաժշտությունը, պարը եւ social կյանքը դրական ազդեցություն ունեն մարդկանց հոգեբանական վիճակի վրա, այո։ Ամեն ինչի վրա, բնականաբար, եթե դու ակտիվ կյանքով ես ապրում, այո, ինչ որ կյանքի առօրյայից եւ խնդիրներից խուսափելու համար մի պահ կտրվելու այդ ամեն ինչից, ինձ թվում է շատ
լավ ինքը միջոց է։ Ընդհանրապես մի բան ասեմ, դաժե խորհուրդ կտամ Netflix-ով այտենց մի հատ հաղորդում կա, կոչվում է Blue Spots on the Earth։ Այնտեղ մի հատ մարդ, որը սաղ կյանքը նվիրել է դրան, բացահայտում է թե մարդու երկարակեցությունը ինչի մեջ է կայանում ու եթե չեմ սխալվում 6 ասպեկտ է բանանում, որից ամենակարևորներից մեկը սոցիալականացումն է։ Ինչ որ այդ մենք մարդը ինքը սոցիալական է ակա ու համապատասխանաբար այդ սոցիալականացումը իր անհրաժեշտ բանն է, որը ստրեսերից ազատում է։ Իսկ էլեկտրոնային երաժշտությունը ինձ թվում է ամենալավ տարբերակն է ստրեսերից ազատվելու, որտեղ դու ինքդ քեզ ես զգում, ինչ-որ բան չունես ապացուցելու, ցույց տալու, հա, հանգստանում ես, ավելի շատ իմ համար ինքը մեդիտացիայի նման բան է, էլի։ Շատ շնորհակալություն Արտուր ջան, անկեղծ պատասխանի համար։ Ինչ ունենք ել Գևորգ հələ։ Մեր նորություններից մյուսը էլի է մեր ասում at зрители։ Այս նորություն ունեինք անցած շաբաթ ու պլյուս մեր YouTube-յան Triangle Frequency ալիքում մեր բաժանորդագրված հյուրերից մեկը հարցրել էր, ասել էր dubstep-ից մի քիչ շատ խոսացեք, երևի երիտասարդ սերունդի ավելի ներկայացուցիչ է հավանաբար, որովհետև ես օրինակ շատ շուտվանից, չգիտեմ, մի ժամանակ լսում էի dubstep, բայց հիմա ես վերջերս էլ լսել։ Մի քիչ ես վերջերս սկսել եմ լսել, որովհետև հենց նորությունը դրանում է կայանում, որ SoundCloud-ի տվյալներով dubstep-ը վերականգնում է իր դիրքերը։ Հա, այն օրը մի ժամ ես տանջում էի dubstep-ով։ Dubstep hashtag-ով story-ները աճել են մոտ 35%-ով, դա բավականին լուրջ թիվ է, 35%։ Կարծում եմ դե կան պատճառներ, որտեղ մի քիչ ոնց որ dubstep արտիստներն են այս վերջում ակտիվացել, մի պահ տենց շատ մեծ սպադ էր։ Իմ համար dubstep-ը ու Skrillex-ը միշտ այդ ոնց որ Իրանից է եկել այդ երաժշտության ոճը իմ համար էլի ես տենց dubstep լսելը էլի, հա։ Որ ասեմ տենց լսել եմ շատ, բայց Skrillex-ն է առաջատարը եղել իմ համար միշտ։ Այդ հետաքրքիր բան ասեմ, իմ համար ես Skrillex-ին ավելի ուշ եմ բացահայտել։ Իրականում dubstep-ը իմ համար dubstep ու drum and bass-ը բացահայտել եմ մեր local DJ-ի արդյունքում ձեր իվենտների ժամանակ, եթե չեմ սխալվում, Monument-ում էի կազմակերպել, այն ժամանակ rooftop-էր էի կանում։ Այդ rooftop-երից մեկի ժամանակ վայելեցի Davo-ի եթե չեմ սխալվում DJ Taptun-ի երաժշտությունը։ Դավժան պրիվետ ասում եմ։ Ողջույն ասում։ Հա, տակ-տակ ծրված է Վալենսիայում։ Ափսոս, հա։ Բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ եթե 35%-ով աճել է, նշանակում է Gen Z-ն է ընտրում այդ բանը, հա։ Ձեր ոդկասթները նայում եմ, շատ եք անդրադառնում Gen Z-ին։ Դա երևի թե այս իրադարձությունների այնքան ակտիվ ժամանակաշրջանում ենք, այդ կարելի ասել պատմական իրադարձությունների ժամանակահատվածում ենք ապրում, որտեղ բացասական ու դրական բաները արագ են տեղի ունենում, հա, թե IT ոլորտում եւ թե գլոբալ քաղաքական իրավիճակում, ու ինձ թվում է մարդիկ ակամայից այտենց այդ ռիթմը պահելու համար սկսում են dubstep բանել, որտեղ եթե այդ կադրերը շարես dubstep-ի տակ, ընտիր կետա։ Հա, իսկականից այդ շուխուր ձայները իհարկե ասում եմ լրիվ համապատասխանում են մեր հիմիկվա վիճակին։ Չգիտեմ, ես մեր ոդկասթը երբ հատուց գալի, հուսով եմ երրորդ համաշխարհային դեռ չի սկսել։ Չէ, աստծո բաչանի։ Ես կարծում եմ ավարտվում է երրորդ համաշխարհայինը։ Հա, չէ, իրականում, բայց հա, բնականաբար դու ճիշտ ասես, դերը Gen Z ավելի շատ տրենդային թեմաներից է կախված, որովհետև կարող է այս տարի հիմա տենց է, որ կտրուկ աճի այդ երաժշտական ոճի լսողների քանակը, բայց դե ոնց հասկացանք, հեսա մեր լսարանում էլ կան մարդիկ, ովքեր որ լսում են, դե Հայաստանում իհարկե մի քիչ այս ոճը շատ տենց բացի թողի վիճակա, ոնց նշեցիր Արջան, մենակ Taptun-ներ են ժամանակ տենց dubstep ու drum and bass նվագում։ Այդքան շատ չէ։ Մեր իվենտների ժամանակ ու вообще ոչ մի իվենտի ժամանակ ուրիշ չեմ լսել այդ ոճը երբեք Հայաստանում, չեմ կարծում, որ քիչ կլինեն լսողները, հաստատ կարող է շատ լինեն, որտեվ տենց չեմ պատկերացնում ինձ ինչքան լսող կլինի dubstep Հայաստանում, բայց աշխարհում բավականին շատ են ու երբ որ սկսել են արդեն այդպես մեծ ֆեստիվալների ժամանակ line-up-ներում այդպես DJ-ներ դնել ու ասենք մարդիկ չեն թողում գնում stage-ից, ասենք չգիտեմ ուրիշ stage-էր այդ պահին ու այդպես մնում տժում են, դա նշանակում է որ իսկականից պահանջված երաժշտություն է։ Ես կարծում եմ ձեր կողմից էլ պետքա բան լինի, որովհետև եթե local DJ-ները խուսափում են dubstep նվագելուց կամ բան, չնայած չգիտեմ, երևի մոտարապես պատկերացնում եմ, որ
դուք ամեն մեկը ոճային ունեք, բայց ամեն դեպքում այտենց DJ-ներին ասպարեզ մտցնելը ինձ թվում է նաև բերելու է կրթության, որ մարդիկ հասկանալու են, որ հա էլի ես էլ եմ սիրում էսի։ Դե էդի ուղղակի գիտես ինչ հարցը, էդի մենք չպետք է անենք Արջան։ Մենք հիմա օրինակ մեր իվենթի ժամանակ մեր մարդիկ ովքեր որ գիտեն մեր մյուզիկը, մենք սկսենք dubstep DJ դնենք, օրինակ փակմանը կամ բացմանը, կարող է ֆրան թողեն գնան, էլի։ Էդի այն community-ները, այն մարդիկ, ովքեր որ սիրում են այդ երաժշտությունը, ովքեր որ ուզում են առաջ տանեն, իրանք պետք է ոնց որ տենց իվենթներ կազմակերպեն, բաներ ու հաստատ չեմ կարծում որ խնդիր կունենան էլի մարդկանց, որովհետև ասենք նույն չգիտեմ հիփ-հոփն էլ է քիչ տարածված Հայաստանում, բայց զուտ իվենթներ չեն անում հիփ-հոփ, ասենք երբ է վերջի անգամ Jameson Block Party-ն է եղել հիփ-հոփ իվենտ, ասենք հիփ-հոփ սիրողներ Երևանում շատ կան, ասենք ուզում ասեմ, բայց խի օրինակ չեն կազմակերպում, հիմա մենք ոչ ենք նելու հիփ-հոփ կազմակերպենք, էլի հաստատ գիտեմ որ ասենք լիքը մարդ կգա հիփ-հոփ արտիստ կանչես կամ հիփ-հոփ ասենք DJ-ներ դնես, ասենք թույն տժիկ կլինի Բայց չգիտես խի չեն կազմակերպում էլի։ Համաձայն եմ։ Երևի նույն այդ բանի պատճառով որ ակնկալում են կամ գիտակցում են որ այդ տեսակի մյուզիկը, որը դուք եք տալիս ու նմանատիպ ասենք լեյբլները, մեր ընկերները տեղավորվել են այդ բանը շրջանակում, նշանակում է հասարակությունը դա է պահանջում, երևի վախում են ուրիշ բան մտնեն, էլի ուրիշ ոճի մեջ մտնեն։ Բայց չէ, պետքա համարձակ լինել, ինձ թվում է այստեղ էքսպերիմենտները ամենակարևորն են, պետքա փորձարկես, անընդհատ փորձարկես ու չզլանաս։ Ըստ իս ցանկությունը եթե լինի, հաստատ շուկան էլ կգտնվի։ Հա, так что մեր dubstep սիրող լսողներ, ովքեր որ էսի նայում են հիմա, եթե տենց մտքներիդ բան ունեք, մեզ էլ ասեք, մենք էլ ձեզ մեր ոդկասթներից մեկի ժամանակ պրոմոտ կանենք ձեր իվենթը։ Այո, ասում մենք էլ կգանք։ Հա, community-ն աճում է ձեր, նայում եմ, հետևում եմ թվերին ու մեծ ուրախությամբ եմ նայում, երբ որ subscription-ները, մեկ էլ դիտումները ավելանում են ու հուսում եմ, որ իրանք տենց էքսպոնենցիալ աճ կունենան, էլի։ Շատ շնորհակալություն, այդ բառը ես չգիտեմ իհարկե։ Բայց հա, քանի Արտը ասել է, խնդրում ենք մի զլացեք, բաժանորդագրվեք։ Հա, նամանավանդ հիմա YouTube-ը մոնետիզացիա է միացել Հայաստանի համար։ Ասպա կլիկ անեք, էլի, subscribe։ Հա, էլի, դուք subscribe եղեք, հեսա պետք է 1000-ը խփենք, որ մեր մոնետիզացիան մինչև ապրիլ գոնե, ապրիլին միանում է արդեն մոնետիզացիան, ասում է ապրիլի վերջ, լավ, ահա, ձեզ ժամանակ, էլի 1000-ը հավաքենք, որ արդեն գոնե մեզ ոնց որ այսպես ասած դվիժոկ լինի, որ կարողանանք շարունակենք այս ամեն ինչը։ Subscribe, like։ Շատ լավ։ Ու կոմենտները անպայման մի մոռացեք։ Դա շատ կարևոր է։ Անցնենք մյուս թեմային, իմ սիրած թեման է սա, կարանք ինձ թվում է անverջ խոսանք այս թեմայից։ Կարլ Կոքսն է, լեգենդար Կարլ Կոքսն է խոսացել սրա մասին, աջակցել լոկալ արտիստներին։ Վերջի հարցազրույցի ժամանակ կոչ է արել ֆանատներին, պրոմոտորներին աջակցել եւ շատ ժամանակ տալ եւ ուշադրություն դարձնել լոկալ արտիստներին։ Սա վերադառնում ենք մեր Հայաստանի էլեկտրոնային երաժշտության դաշտը ու իրականությանը ու տխուր փաստին, որ այո, հիմա նոր սկսել են այս վերջերս հարգել, այսպես ասած այցելել իվենտներին, որտեղ որ միայն լոկալ արտիստներ են նվագում, բայց շատ փոքր քայլերով է դա արվում, ավելի շատ սպասում են, թե երբ հայերեն ասած պրիվոզ լինելու, նոր որ կան մասնակցեն այդ իվենթին, բայց այդ մի քիչ տխուր է, որովհետև մենք ունենք լիքը լավ լոկալ արտիստներ որակով, որոնք որ մյուզիկ գրում են, որոնք որ ոչ գրում են, բայց իրանք լավ սելեկտորներ են ու լավ տեխնիկապես պատրաստված են ու կարան շատ լավ երաժշտություն մատուցեն պուբլիկային, կուզեմ այս թեմայից մի քիչ sense փորփրենք խոսանք շատ, որովհետև կարևոր թեմա է։ Ես հա կասեմ դու որպես շարքային միջոցառում այցելում հա սպառող ձեր պրոդուկտի սպառող ես չեմ զելանա եւս մեկ անգամ ասեմ մենք այս խոսակցությունը բազում անգամ ունեցել ենք անկեղծ ասած ես ամենամեծագույն հաճույքը ձեր իվենտներից ստանում եմ այն ժամանակ երբ որ դուք եք նվագում իմ համար պրիվոզ
բաները, DJ-ները այդքան մեծ տենց բան աժոտաժ չեն առաջացնում ներքին խառնվածքային առումներով ու միշտ ասել եմ, ասում եմ կարողա ձեր մտքում է տենց մենակ set-up եղել, որ եթե պրիվոզ չեք անում, մարդիկ չեն գալիս, որտեվ ես նայում եմ ձեր իվենթի ժամանակ մարդիկ մեծ հաճույքով մնում են հենց սպասում են ձեր նվագելուն, այլ ոչ թե ով որ գալու է։ Չնայած այդ էֆեկտն էլ կա, հա, որ մարդը դրսից գալիս, եկեք լսենք, տենանք ինչ է։ Բայց շատ հաճախ, երբ որ խոսում եմ այդ մարդկանց հետ, դե ընկերներ ենք, ծանոթներ ենք, լիքը հարաբերություններ կա, շատերը ասում են, որ այդքանը լավը չէր այս DJ-ը բանման, բայց ոչ ոք չի ասում ձեր մասին, հա, մեր լոկալ DJ-ների մասին, ասում են շատ լավն էին։ Ու նամանավանդ ասենք հիմա բավականին երիտասարդներ էլ կան, որոնք շատ հետաքրքիր գործեր են անում, ուստի արժանի են էլի մեծ բան stage-երի։ Ես իրականում մենակ այն որ ասում եմ մեզ անդրադարձանք, բայց ընդհանուր մենք փորձում ենք բոլոր պրոմոութերների իվենթներին էլ գնալ ու ես այն որ վստահ կարող եմ ասել, էդի արժան մենակ դու չի որ նկատել ես, ես օրինակ դաժե նույնիսկ որպես DJ փորձում եմ գնալ նենց չի որ մենակ այտենց դրսից եկած արտիստներին լսել, այլ փորձում եմ գոնե այդ արտիստից առաջ ու հետո նվագող լոկալներին էլ լսել ու 80% դեպքերում լոկալները շատ ավելի լավ պատրաստված, շատ ավելի տենց սրտացավ, շատ ավելի լավ սետով են հանդես գալիս, քան թե հյուր արտիստներ էլի, շատ մատերից վրա կարամ հաշվեմ այս վերջի տարիների ընթացքում տենց արտիստներ, դե դու բացի չեմ ասում են լեգենդներ, որը դեռ ասենք այդտեղ ինչ որ գնահատելու բան չկա, դու ուղղակի զուտ պետքա գնաս իր մյուզիկը լսես, բացի այդ լեգենդար արտիստներից, ասենք մատերի վրա կարաս հաշվես, որ ասենք այս միջինից ցածր պրիվոզները, որ ասենք լավ սետ նվագեն, որ իսկականից տենց են որ դեմփացնեն ու իրանց էլի տենց դրանից հետո մի քանի անգամ կանչեն հրավիրեն, որովհետև Հայաստանում սենց է, ասենք մի ինչ որ արտիստ որ բերում են, վсё հաջորդ է, այնքան դες փորձենք, շատ հենց այդ նայեք, մեր լոկալ արտիստները ավելի շատ բան ունեն ապացուցելու այս հասարակությանը, որտեվ ուղղակիորեն փոխկապակցված են, ամենօրյա ձևով փոխկապակցված են, ու երբ որ գալիս է հնարավորություն ինքը իրան ներկայացնելու, ինքը այնքան լավ է պատրաստվում, որ էլ ասելու չի։ Իսկ միջազգային, ասենք, արտիստը գալիս է, ինքը գիտի էլի Հայաստան է գալիս, դե հա, կարող է հետո իր համար անդերդոգը, ասենք, բացահայտում է, որ ասում է, հա, շատ էլ լավ մասա էր կամ բան, բայց ամեն դեպքում իր պատրաստվածությունը երբ որ ինքը լսում է Հայաստան, որ պետքա գնամ նվագեմ, ինքը կոմերցիա է տեսնում ընդամենը մեջ, ըստ իս, էլի։ Շատ հազվագյուտ է ալնում, եթե չեմ սխալվում, ձեր նախորդ ոդկասթի հյուրը Շանթն է, Շանթի ոդկասթը, որ նայում էի, ինքն էլ էր դրա մասին վկայում, ասում էր, գալիս են ստեղ ու համոզում են, որ շատ ապահով երկիր է, լավ էլեկտրոնային մյուզիկի երկրպագուներ կամ բան, ու ուզում են իրանք արդեն իրանց ինիցիատիվով գան էլի ստեղ ելույթ ունենան։ Դրա համար ես կարծում եմ, որ լոկալ արտիստները շատ ավելի շատ հետաքրքրություն կարան առաջացնեն մեր հասարակությունում, քան թե դրսի պրիվոզը, էլի։ Այո, ես կարծում եմ, իսկ ժողովրդի առումով, ես կարծում եմ ժողովուրդը ինչի են տենց մտածում, նախ պետք է ժողովուրդը 1-2 մասնակցեն, այտենց մի անգամ գալի ասում են, որ լավն էին մերոնք, հետո կարծիքա ձևավորվում 1-2 իրար ասելով, արդեն որ իրանք էլ են 2-3 անգամ գալի, կարծիքը փոխվում է լոկալ արտիստի հանդեպ։ Գալացողը սկզբից ինչ է մտածում, ասում է դե մեր DJ-ները ինչ պետք է լինեն, ոնց որ ոլորտը զարգացած չի այդքան, մեր DJ-ներն որտեղ պետք է նվագեն կամ որ ոնց որ փորձ ձեռք բերեն կամ ինչ, բայց արի դու մի ասա մեր DJ-ները լավ էլ փորձ ունեն, լավ էլ ոնց որ նվագում են, բոլորն էլ աճում են, աշխատում են իրանց վրա, պարզապես պետքա հարգել, գալ, լսել, թե warm-up անողին, թե closing անողին, այդ ոնց որ main DJ-ից առաջ եւ հետո, որ հասկանալ քո համար, որ մենք մեր արտիստներն են կարևոր, իրանք են լավ աշխատանք տանում, բնականաբար ժողովուրդ, так что այդ պահը հստակ ֆիքսեք, որ լոկալներին շատ կարևոր է լոկալների համար ձեր այդ ներկայությունը, ոնց ասեմ, ներկայությունը, ձեր աջակցությունը։ Պրոստը աջակցությունը չէ, պարտավոր չեմ, ոչ ոք պարտավոր չի։ Ուղղակի իրոք հետաքրքիր են, եկեք լսեք, եկեք նայեք, միջև չնայեք, եկեք վայելեք։ Մեկ էլ ես մի բան եմ ուզում ասեմ մեր ժողովրդին, որտեվ ինքս նկատել եմ տենց բան, մեկ-մեկ որ ասում են մերոնք ավելի լավն էին, կուզեմ ժողովրդին ոնց որ հայտնեմ, որ
դա մի խափնվեք միայն տրեկի BPM-ի տեմպի վրա, հա, այսինքն լսողը մտածում է, եթե իրանից առաջ օրինակ որ մեկը նվագեց, headliner-ը նվագեց, դանդաղ էր նվագում, մենք ավելի վատն է։ Չէ, ինքը ավելի վատը չի։ Այդ իր ոճն է, ինքը այդ ոճի մեջ է նվագում, այդ տեմպի տա։ Մենք ինքը նվագում է 121-122 BPM, մենք նվագում ենք 125-126։ Օրինակի համար եմ ասում։ Ինքը իր համարը լավ, իր ոճի մեջ լավ է, մենք էլ մեր ոճի մեջ ենք լավ, մեր տեմպի մեջ ենք լավ։ Այսինքն մարդիկ ոնց են մտածում որ եթե արագ է երաժշտությունը, տեմպը շատ է, ուրեմն մարդիկ սաղ պարում են, ուրեմն սո ինքը վերջն է DJ-ը։ Ինձ օրինակ ինձ երկար ժամանակ պահանջվեց, որ էդի հասկանամ ինչ որ ասում ես, որտեվ ես էլ էի առաջ այդպես բանանում գնահատում այդ ամենը։ Նոր մարդիկ որ նոր են մտնում այս կյանքի մեջ, հենց տենց էլ մտածում են, այդ կարող է նորմալ է, բան չունեն ես ասելու։ Բայց հետո հասկանում եմ, որ ինքը բան ունի, էլի, ոնց որ storytelling-ը լինի, ինքը պետք է դանդաղից սկսի, հետո ունենա ակտիվություն, հետո ունենա էլի բան սպատ, որպեսզի մարդը արդեն հանգստանա ու պատրաստ լինի գնալ տուն։ Անտեղյակ լինելով են, հա, տենց ոնց որ եթե ես սովորեցի ձեզանից, եթե ասենք այդ 125-128 BPM-ը երկար պահես, պրոստը մարդը հոգնում է, ասում ես ինչ վատ DJ-ներ են, էլի։ Այդեպ կներես, էլի ես մի բան հիշեցի, այս թեմայի վերաբերյալ, նաև նկատել եմ մեր մոտ հələ շատ քիչ հայկական էլեմենտների հայտնվելը լոկալ DJ-ների, ովքեր երաժշտություն են նաև գրում, ու այնքան գովելի է, չէ, իհարկե չեմ ասում, այն կրինժային բաներ էլ կան, հա, որ շատը տենց են ոնց ասեմ, շատ զուռնադհոլ կամ 6-8-ի ինչ որ բան խառնուրդներ եւ այլն, այլ գրագետ հայկականի, որտեվ ես իմ կյանքում երաժշտությունը շատ կարեւոր դեր է խաղացել, նամանավանդ հայկական երաժշտությունը, ու մեր հայկական երաժշտությունը պետքա բան անել, էլի տարանջատել մինչև սովետի ժամանակահատվածը ու սովետից հետո, то есть ես սովետի ժամանակ սկսեց ձևափոխվել երաժշտության ձևը, համապատասխանաբար ռեգիոնում համաձուլվելով մնացած ասենք բան ազգերի հետ, բայց մենք իրականում այնքան սիրուն երաժշտություն ունենք, դրա համար եթե չեմ սխալվում, բանը Սպենդիարանին կանչել էին Հայաստան, Սպենդիարովին, որը հիմնել է հայկական ֆիլհարմոնիկ երաժշտական ոճը ու դա դրան զարգացում է տվել, ու այնքան սիրուն գործեր կան մեջը, որ հաճույքով լսում ես։ Երբ որ ես նկատում եմ լոկալ DJ-ների մոտ արդեն նման իմպուլսներ, որ իրանք արդեն իրանց գործերի մեջ դնում են այդ ամեն ինչը, իդեպ չստացվի ոնց որ երկար եմ խոսում, բայց այդ նույն բանը նաև հոռեկա ոլորտում կա։ Նկատել եք երևի, որ Հայաստանում մեր ընկերները կամ մեր համակարգացիները ինչ որ բիզնես են դնում, հա, հոռեկա ոլորտում, աշխատում են արտասահմանյան խոհանոց դնել։ Այնինչ ասենք մեր հայկական խոհանոցը լավ ոնց ընկալվող է ու բավականին հարուստ է ու շատ համով է, հա, ինչի են գնում fusion ռեստորաններ, ես ինչ օրինակ գնում ես մեր հարևան երկիր վրացիների մոտ, իրանց մոտ ամենաշատը իրանց խինկալի կամ վրացական ուտելիքների հետ կապված ռեստորաններն են ու շատ քիչ գտնում ես ասենք մնացած է։ Նույնը երաժշտության մեջ, այսինքն պետք չէ էլի համարձակ պետք է լինել օգտագործել մեր հայկական ոճը ու ինքը այդ դրանով ոնց որ այցեքարտել կդառնա էլի աշխարհում։ Համաձայն եմ, շատ քիչ արտիստներ ունենք, որ տենց ոճի մեջ պրոդյուսինգ են անում ու կարելի է այն որ սկականից շատացնել։ Մի հատ էլ կարևոր ռուբրիկ է, այսպես ասած, որ հախոստանում էինք, որ պետք է անեինք, բայց հա չէինք անում, բայց հիմա ոնց որ մի հատ այսպես ասած, չասեմ վատ կոմենտ, կոնստրուկտիվ կրիտիկա ունենք։ Մեր օգտատերերից մեկը, հա, Լիլի անունով գրում է, որ տպավորություն է կարծես երաժշտություն չգրելու կոմպլեքսներով ձևավորված մտքեր արտահայտեք։ Նշեցիք նաև, որ Ableton օգտագործելը չիմանալը խնդիր չէ, այո, խնդիր չէ, խնդիրը երաժշտություն ստեղծելու միակ միջոց Ableton տեսնելը։ Ու էլի նմանօրինակ խնդիրներ։ Ուղղակի սկսնակ երաժիշտները հավանաբար ձեզ կլսեն ու սխալ տպավորություն կարող ունենան եւ ասում է վերջում ասում է իհարկե շատ շնորհակալություն որ ամեն դեպքում այն որ վատ մի նայեք իմ կոմենտին շնորհակալություն հայտնում որ նման ոդքասթ ենք անում ես պատասխանենք Լիլիին իմ կարծիքով կարելի է այդ առաջի հատվածը ես ձեր տեղը պատասխանեմ էլի որպես սպարող որտեղ պետք ինչ որ կամերայի մեջ հա Լիլի ջան ես էլ բավական երկար տենց էի մտածում բայց հետո հասկացա որ DJ-ի խնդիրը ոչ թե նրանում է որ ինքը պետք է երաժշտություն գրի այլ DJ-ի խնդիրը նրանում է որ ինքը պետք է ճիշտ մատու
պատմեցի այդ երաժշտությունը ու այն մի հատ բան կար, չէ՞, մեմ կար ասում what DJ is doing actually ու the DJ-ները սկսում էին բան անել, իրանց ձևով բացատրել, բայց մյուս կողմից էլ համաձայն եմ, հա, որ համապատասխան ասենք երաժշտություն գրելը գովելի է, միանշանակ գովելի է, դա ստեղծագործելու միջոց է, ու կապ չունի Ableton-ով ես գրում, թե այնտեղ SoundForge-ա, թե ես իմ լիքը բան Adobe Audition-ա, ես իմ մակարդակով լիքը գիտեմ, էլի տենց բաներ, так что լրիվ տեղին է, ու եթե ինչ-որ միտեղ արդեն ձեր տեղն է պատասխան Չէ, ես էլ ասեմ, մենք ասում եմ նախ եւ առաջ շնորհակալություն կոմենտի համար, բնականաբար տենց մենք ցանկացած տեսակի կոմենտներին միայն ուրախ ենք ու կպատասխանենք ձեզ հետագա էլի ծրագրերի ժամանակ, եթե հանկարծ չպատասխանենք ծրագրի ժամանակ, հենց տեղում էլ կպատասխանենք։ Լիլին ասեմ, որ նու կոնկրետ ես չգիտեմ Լեոժան դու ոնց, Լեովը գրում է իհարկե չի թողարկում դեռ Ես շատ սիրուն ես լսել եմ իզուր չի թողարկում Հա ոչ մի տենց կոմպլեքս չունենք երաժշտություն չգրելու հետ կապված ու եթե ճիշտ եմ հիշում անցած հաղորդումների ժամանակ հենց դա էլ ասում էինք որ այսինքն ընդհանուր ասում էինք որ եթե դուք DJ-ինգի կամ սելեկտորության հետ սեր ունեք պարտադիր չի ունենաք այդ ունակությունները թրեքեր գրելու համար բնականաբար դա ոնց որ Արտ ասաց շատ կայֆ է պլյուս է ձեր համար եթե դա էլ անում եք Բայց եթե չեք կարողանում անել կամ ժամանակ չունեք, ոնց որ օրինակ մենք մեր մնացած առօրյայով եւ մնացած ամեն ինչով սահմանափակվելով չենք կարողանում։ Պարզապես կարելի լինել լավ տեխնիկապես պատրաստված եւ լավ սելեկտոր ու պուբլիկայի հետ աշխատելու CF իմանալու ունակություններ։ Ու Ableton-ի հետ կապված էլ զուտ Ableton-ից էինք խոսում անցած անգամ, որովհետեւ նու կոնկրետ ես ինքս Ableton-ին եմ տիրապետում ու զուտ ընդհանրապես շեշտում էինք, որ մեծամասամբ Ableton-ից են օգտվում էլեկտրոնային երաժշտություն գրողները, բայց այդ չի նշանակում, որ այդ մնացած սարքերը, մնացած ծրագրերը եւ այլն վատն են։ Հակառակ, ես նույնիսկ գիտեմ, որ ասենք շատ ավելի թույն ծրագրեր կան, նույն էլեկտրոնային Բայց ամենալավը ըստ իս, էդի Այնա որով որ դու լավ տիրապետում ես։ Չէ, էդի իրական գործիքավորումն է, այսինքն երբ որ գործիքներով դու ստեղծում ես։ Էդի մի քիչ հա, հիմա քիչ է էդ իհարկե։ Ափսոս որ քիչ է։ Հա, որտեղ էդի իրականում մեծ ծախսերի տակ կապված, միայն տենց ինչ-որ աստղային պրոդյուսերներն են հիմնականում տենց բաներ։ Հիշում ես իմ ամենասիրած խմբերից մեկը, որ բացահայտել էի Mute-ը։ Օրկեստրան, որը էլեկտրոնային երաժշտություններ անում։ Ինքը իր այն UNMI գործը, որը իրականում շատ ավելի հայտնի է մինչև իրանց կատարումը։ Disclosure-ից։ Կատարման ձևով Mute-ի UNMI-ն ինձ ավելի է դուր գալի, քան թե օրիգինալը։ Հա։ Արջան, անցնենք քեզ։ Շնորհակալություն ասում եմ իհարկե ձեր կարծիքների համար։ Հիմա ասում եմ ձեր կարծիքները, ասում եմ կհայտնեք իրականում Հիմա քեզ հիմնական ոնց որ մեր հարցերը որ պատրաստել ենք ավելի շատ ոնց որ մարքեթինգին էլ է վերաբերվում իվենտների ոնց որ սկզբում նշել ենք ծրագրի որպես ոչ ոլորտի մարդ անուղակի կապ ունեցող իվենտների միջոցառումների հետ որտեղից է գալիս քո հետաքրքրությունը ինձ ուզում եմ ասեմ այդ որտեղից է եկել որ հետո էլ Ճիշտ ասած ես որ ձեր ոդկասթները նայում եմ, իմ մոտ էլ հարցեր կա, ուզում եմ ինձ անեի, որ ձեզ հարցեր տայի, բայց ինձ թվում է կունենամ էլի այդ հնարավորությունը, բայց ոնց որ պատմությունը սկսում եմ բան, ճակերտները այդտեղից բացել, էլի։ Իրականում էլեկտրոնային երաժշտությունը ձեր միջոցով եմ ես ճանաչում, որպես կազմակերպություն, որը իրականացնում էր հաճախորդների համար մարքեթինգային որոշակի ծառայությունների, ասենք, բանսկոպ, կար պահանջ կազմակերպել մեծ իվենտ ու կրիտերիաներ կար, բավականին բարդ կրիտերիաներ էին, բայց հետաքրքիր էլի, այն որ challengeable, то есть ես սիրում եմ այդպես բաներ, թիմին հավաքեցի, ասի երեխեք, կամ անում ենք շատ լավ ենք անում, կամ ընդհանրապես հրաժարվում ենք էլի այս ամեն ինչից, բայց որպեսզի անենք, մեզ պետք են էքսպերտներ այս ոլորտի, որտեղ մենք բան չենք հասկանում։ Ու տենց ստացվեց, որ մենք ծանոթացանք այդ շրջանակում, ասենց ուղղակիորեն մի անգամից վստահություն մտավ մոտս, որ այս մարդիկ հասկանում են ինչի մասին են խոսում, ու իրանց հետ պետքա քայլել։ Ու չսխալվեցի, որովհետև առաջի պրոյեկտը, որը արեցինք, որը դառավ մեր համար կարևոր ընկերության սկիզբ, նաև ասենք բարեկամություն ու ամենօրյա ասենք շփումների առիթ, դա Freedom Music-ն էր, կարելի է չէ՞ ասել, անպայման կարելի ասել, դա իմ կարծիքով բոլոր նրանք, այս վերջերս լիքը մարդկանց հետ եմ ընկերներից հին, ով որ նոր ընկերներ են, այսինքն
իմացել եմ, որ իրանք օրինակ այդ event-ին եղել են, այն ժամանակ իհարկե դες բում էր քաղաքի համար, էլի։ Ահա, ինքը իրոք էպիկ ինչ-որ բան կար։ Քաղաքի երևի ամենաառաջին մեծ միջոցառումներից մեկն է եղել։ Լավ լայն-ափով ես կասեմ, մենք ակնկալում էինք 1200 մարդ, բայց եթե չեմ սխալվում 3000 պլյուս պատոկով հոսքով եղել են։ Ես առաջ անգամ այդքան մարդու դիմաց առաջի անգամ այդ միջոցառմանն եմ նվագել ու դաժե ձեր կողմից առաջարկված արտիստը, որին ընտրել էիք, բանը հիմնական արտիստը Format B։ Դրա հետ կապված լիքը հիշողություններ ունեմ լովի։ Բայց այնքան ճիշտ էր, իհարկե այնտեղ բարդություններ եղավ, քարորիա պատերազմ բան ու համարյա cancel էինք անում, event-ը չպետք է անեինք, բայց դիմացանք մի ամիս հետա ձգեցինք, երևի դա թույլ տվեց մեզ, որ այդ Format B-ի մյուզիկը այնքան տարածել ու այնքան ասել, որ էսի լավն է, որ երբ որ Format B-ին բարձրացավ բեմ, ոնց որ Michael Jackson-ը դուրս գալու ակնկալիքով։ Հա, դե հենց դա է էլ արժան, ոնց որ արդեն ձեր այդ որ ասում ենք մարքեթինգի կապ ունի։ Ասում այդքանով կապ ունի, որ արդեն կոպիտ ասած միջև event-ը այն տիպի էր տարածվել արդեն քաղաքում, այդ նույն այդ սպասելիքներից ավել մարդկանց քանակներ, այդ շոկը հիշում եմ այդ ժամանակ, որ չենք նախատեսել, որ այդքան մարդ է գալու։ Դուր էինք բացում, հոտապողություն որ այդ շոկը, բայց այդ ամեն ինչը սա բոլորը իրար հետ, այն որ ոնց որ մի հատ մեծ թույն հիշողություն էր կազմում, էլի, այդ որը որ շատ կարևոր էր, այդ օրը տենց հիշարժան դարձնելու համար։ Չէ, շատ էպիկ էր։ Ես հիշում եմ դաժե այդ իվենթը անելուց հետո լիքը կազուսներ ա եղել, իհարկե ժամանակը թույլ չտա այդ ամեն ինչը հիշել, կհիշեմ մենակ հաջորդ օրը, երբ որ քնած ժամանակ երազ եմ տեսնում, որ մուտքի մոտ ահավոր մեծ կուտակում է, տոմսերի քանակ չկա, ինչ որ այսպես բան, ու ինձ տարբեր տեղերից մարդիկ գալիս տենց տրագիկ դեմքով ասում են խնդիր ունենք, ու ես լավա զարթնում եմ, տենում եմ, որ արդեն անցել է, խնդիր չունենք, շատ լավ է անցել եւ այլն։ Հա, բայց մի բան էլ այդ Format B-ի հետ կապված որ ասեմ, այդ սկզբից այն բանը, ձեր նկարագրած վատ սպառողներից է, էլի ձեր երաժշտության սկսել էի հաճախել ձեր իվենտներին, որտեղ լիներ լյովը նվագում էր, գալիս է ասում էի, խնդրում եմ, էլի մի հատ Format B-ին չէի հասկանում, ասում էի, յախ, զզվում եմ, էլի այստեղից ասում եմ, մի հատ Format B-ին ուզում չի դնում, բան, հետո հասկացա, բայց սկսեց բացատրել, ասեց Արջան, այստեղ BPM կա, բան կա, գիտություն կա, տակը դրած, ասի, հա, ճիշտ է ասում, պատրաստել կա, բան կա, դա նախապես հասկացա դրա համար հիմա ընդհանրապես չեմ գալիս ու բան չեմ անում, ընդհակառակը վայելում եմ այդ նորություններով, ինչը որ դուք դնում եք։ Արջան, քանի որ մարքեթինգի մեծ մասնագետ ես ու երկար տարիներ այդ ամեն ինչի մեջ ես, այո, շատ կարևոր կետ է ինքը միջոցառումների կազմակերպման մեջ ու նամանավանդ Երևանում, որ ինչ խոսք վերջի տարիներին նոր այդ ամեն ինչը, հա, գնալով ավելի է զարգանում, բայց մարդկանց մեկը մինչ օրս դժվար է բերել կոդաժ, բերել միջոցառման, կանչել, ինչ գրավել, ինչ կարևոր դեր է խաղում ու ոնց է ճիշտ մեր ժողովրդին կանչել իվենթների։ Հա Դե նայ իրականում մարքեթինգի տեսանկյունից ոչ մի չի փոխվում, այստեղ բան գործիքակազմը նույնն է, պետք է ընդհանրապես ավելի լավ հասկանալ ոլորտը ու ավելի ճիշտ կազմակերպել ստրատեգիան, հա, որը դու իրականացնելու ես, ու միշտ բանը 3 կտորից է ինքը բաղկացած, ասենք preparing-ը, երբ որ նախապատրաստվում ես այդ ամեն ինչին, որը ամենակարևոր փուլերից մեկն է, հենց event-ի ժամանակահատվածը եւ post production-ը, ասենք, այդ երբ որ արդեն ավարտվեց, այդ թողոբոհը պահել երկար, այդ ասում եմ կերած այդ ուտելիքի համը երկար պետք է մնա, էլի բերանդ։ 3 էտապներն էլ այնքան կարևոր ու կարևորը թե ոնց ես թիրախավորում, որտեղ ես թիրախավորում ու ինչ խոստում ես տալիս, էլի։ Հիմնական խոստումը այս պարագայում պետքա լինի ոչ թե լավ արտիստ լսելը, այլ լավ էմոցիա ստանալը, հա, բան, բավականություն ստանալ, հանգստություն ստանալ, վերալիցքավորվել եւ պատրաստ լինել քո կյանքի հաջորդ էտապներին ու այդ 3 կտորը եթե դու ճիշտ ես կազմակերպում ու ինտենսիվ իրականացնում ես այդ բանը պլանը, որը բավականին իրանք տարբեր բյուջեներ են ակնկալում, խնդիր չի լինելու, բացարձակ խնդիր չի լինելու։ Ես ասեմ Freedom-ի, էլի ոնց որ վերադառնամ Freedom-ի բան տարբերակին,
մենք freedom-ի ժամանակ ունեինք մտահոգություն, որ մարդիկ կարող է չգան, հա, դա այդ մտահոգությունը կա, որտեվ չափելի չէ, չունենք հետազոտություն, հա, նո առաջի անգամ չէր, բայց ամեն դեպքում այդ մոտեցումով այտենց առաջի անգամն էր կարելի ասել, դրա համար մենք ձեզ դիմեցինք, որ invitation-ներ ուղարկենք այդ ոլորտում այդ ոչի մեջ մարդկանց, հա, այդ մարդկանց, ովքեր արդեն սիրում են ձեր երաժշտությունը, գալիս են դրանից առաջ դուք անգար եք կազմակերպել ու որ բավական հաջող էր գնացել, բայց արի մի տես գովազդային արշավի շրջանակում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես իմ նման կապ չունեին էլեկտրոնային մյուզիկի հետ, որոնք հետաքրքրվեցին, ասին գնանք տեսնենք, բացահայտենք, միգուցե դուր գա, ու անկեղծ ասեմ, այդ մարդկանց մոտարապես 80%-ը, որոնց ես ճանաչում եմ, հիմա ձեր իվենտների մասնակիցներ են։ Այսինքն իրանք մինչև այդ չգիտեին, իմ նման չգիտեին, որ էլեկտրոնային մյուզիկը կարա դուր գա։ Ու անկեղծ ասեմ, ավելին ասեմ, էլեկտրոնային մյուզիկը իմ համար հիմա այնքան կարևոր տեղերից է, որ դաժե գործ անելուց ինքը ինձ թույլ է տալիս ֆոկուս լինել գործի վրա, ինքը միշտ ֆոնային միացրած է, ու ֆոնային, երբ որ ինքը միացրած չի, ես չեմ կարող ֆոկուս լինեմ։ Հենց միացնում եմ, սկսում եմ ասենք ժամանակի մեջ։ Այդ հարց ուզում էի քեզ տալ, որովհետև հիշում եմ, մենք այն ժամանակ, երբ որ ասենք պոստերները, բաները իրար հետ միշտ սարքում էինք, Ավրորայում նստած մեր առաջի պոստերները բանը հենց արտն է իր ձեռով սարքել, այդ ով չգիտի ասեմ, այն երբ որ դեռ ֆոտոսեսիաներ էինք կազմակերպում, բաներ էինք անում այդ ժամանակ։ Ու հա, միշտ տենց են որ background, են որ բաներ գնում, էլեկտրոնային ներգնում։ Դե մենք քանի որ այդ գործի մեջ ենք մեր վրա մեկ գետի ազդում, բայց արտը ավելի տենց են որ ավելի էր կենտրոնանում գործի վրա, էլի դրա ժամանակ։ Հա։ Տենց է։ Այդքան լավ պոստերների գրավականը նաև դա է եղել։ Ու նաև իհարկե մարքեթինգի տեսանկյունից մի բան ավելացնեմ, պետք է հասկանալ ժամանակը, պետք է հասկանալ աուդիտորիան, այսինքն ինչ պահանջարկ կա, ինչ պահանջմունք կա, հա, օրինակ ես հիմա բավական երկար դադար ռեյվերի, հա, ես տեսնում եմ, ասենք որ լոկալ արտիստներով կարան շատ հետաքրքիր բան կազմակերպեն ու ինձ թվում է բավական մեծ բան զանգված կհավաքվի, էլի։ Մի հատ էլ հարց տամ քեզ Արջան, քո կարծիքով ինչ ապագա ունի այս ոլորտը, զարգացումը եւ այլն, քո տեսանկյունից ոնց է լինելու Հայաստանում, ու մեկ էլ ուզում էի քո ամենաթույն experience-ից պատմես, ընդհանրապես կամ Հայաստանում կամ Հայաստանից դուրս, որ ունեցել ես իվենթի կամ ֆեստիվալի, ինչ կասես դրանից։ Առաջի հարցը ո՞րն է։ Առաջի հարցը ինչ քո կարծիքով ոլորտի զարգացումը քո տեսանկյունից ոնց է լինելու Հայաստանում։ Դե նայ, իրականում հիմա արդեն տեղի է ունենում, mindset-ի փոփոխություն է տեղի ունենում։ Գիտես ինչ հետաքրքիր բան եմ նկատում Նամանանդ Գառնի իվենտներին, որ կազմակերպում եք, առաջի տարի, երկրորդ տարի, երրորդ տարի, ես նկատում եմ մասսայի փոփոխություն։ Ես տեսնում եմ արդեն մարդիկ, ովքեր համապատասխան հագուստներ են ճարում, հագնում, հա։ Ինձ էդի այնքան դուր է գալի, որտեվ էլեկտրոնային մյուզիկը շատերը տեսնում են վատ տեսանկյունից, որտեվ մտածում են այնտեղ նարկոտիկներ է, եսի ինչա, չի կարելի այդ ամեն ինչը, բայց մյուս տեսանկյունից որ նայում ես, ինքը մարդու ինքնաարտահայտման ձև է, հագնվել է տեխնովոճի, ինչ որ բան, պարեր է սովորում, իրան դզում է այդ ամեն ինչը, դա ես տեսնում եմ այդտեղ ավելի առողջ մարդ, որը պատրաստ է դիմակայել բոլոր ստրեսերին, ու ինչքան շատ զարգանա այս ոլորտը, այնքան հոգեբանների կարիքը կգչանա, կարծում եմ։ Իսկ զարգացումը ասում եմ, անդադար պետք է աշխատել դրա վրա, որտեղ այդ mindset-ը պետք է լիովին փոխել։ Իհարկե սերնդափոխությունն էլ է այստեղ կարևոր, պետք է հաշվի առնել սերունդների պահանջմունքը, պահանջարկը, ես այն օրը իմ համար հետաքրքրության գործն է, Արջան։ Հա, ես էդ էի ասում, իմ հետաքրքրության համար հետազոտություն էի անում, թե ինչ հիմա մյուզիկներ է, ինչ տրենդեր կա էլեկտրոնային երաժշտության աշխարհում, պարզվում է, որ մեր 90-ականների, դաժե 80-ից 90 մինչև 2000-ական թվականների այդ խիտերը, որոնք եղել են, որոնք մենք միշտ լսել ենք, դրանց ձևափոխումը էլեկտրոնային ձևով ահա որ պոպուլյար են։ Ոստե հասկանում եմ, որ ինձ էլ է սկսել, ինչ սկզբից բանը առանց բառերի էի սիրում երաժշտությունը, էլեկտրոնային մյուզիկը, հիմա ինչ որ չափ բառերի արկայությունը դաժե լրացնում է այդ ամեն ինչը։ Ձեր մոտ էլ եմ նկատել ակամայից, եթե իվենտներից խոսանք, ամենաշատ բավականություն իրականում ստացել եմ ձեր բանում փուլ կար են բան Jellyfish-ում, հա, Jellyfish-ում դաժե հիշում եմ դու ինչ տրեք նվագեցիր, իմ playlist-ում էդի հիմա կա Դանան, մեկ էլ բանը Մուսումեցի, հա, Մուսումեցի
crazy party people-ը։ Հա, ու вообще այդ օրը էպիկ էր էլի, ինձ հաճույք եմ ստացել այդ ամենից, բայց իրականում որ այտենց իվենթային մեծ խոշոր բան են կարել, իհարկե Պոլոնպենը, որը գնացինք Վրաստան, տպավորվեցինք, հետո ստեղ կազմակերպեցինք, երկուսից էլ բավականին մեծ հաճույք եմ ստացել։ Այդ իվենթը էպիկ Հա, էր։ Պոլոնպենի բանը ոչն էլ ինձ շատ հարազատ էր, որտեվ պոզիտիվիզմը մեջը շատ է իրանց, հա, ու ինձ թվում է այտենց պոզիտիվիզմը հիմա մեր հասարակության համար շատ կարևոր է ու շատ պետք է։ Կարծում եմ ոլորտը զարգանում է, կարծում եմ ոլորտը պետք է զարգանա, ինքը հասարակության համար կարևոր միջոցառման տեսակ է, որը թույլ է տալիս մարդուն ինքնաարտահայտվելու, մեդիտացիա անելու, հանգիստ բանը կազմակերպելու, որտեվ ոնց նայում եմ մեր հայազգի իվենտ բանի միջոցառումների մեծ մասը կապված է ուտելիքի հետ։ Ես ուրախանում եմ լավ գնում է։ Հա, ու ես բայց դա ծանրացնում եմ մարդուն, ինքը չպետք է այդքան բան անի, ընդհակառակը, տենց միջոցառումների ավելի շատ մասնակցեք, դաժե մի բարի, ուղղակի լսի, վայելի, մանարի, նայի մարդկանց, հա, այդ ամեն ինչ այնքան հաճույք է, այնքան հաճելի է։ Քեզ ոնց որ սկսենք բան անել, որպես 4 թուր հյուր սա հաղորդումներին կանչենք, ասում եմ այս միակ հաղորդումներից է, որը մեր հյուրը բավականին տենց մեծ համ ինֆորմացված է, դե քանի որ մեր ոդքասթներն են նայում իհարկե համել։ Այո, համել ընդհանուր ասում 1000 տարի ոնց որ այս ամեն ինչի մեջ է, ու իսկականից այդ ոլորտի մասնագետների կարծիքը շատ կարևոր է ու այն միջոցառում կազմակերպողներն էլ եւ այլն, ովքեր որ կարծում են, որ միայն այն որ տոմսերի վաճառք ուղակի բացելով կարան մեծ հաջողված լավ իվենտներ ունենալ, կարծում եմ պետքա մի հատ այս մեր ոդքասթը նայեն ու ընդհանուր դիմեն։ Էդի ասեմ, մի զանգեք տղեկին տոմս հրավիրատոմս ունենալ, առեք այդ տոմսը, առեք, ես էլ եմ ուզում այտենց անել, հələ որ չի ստացում, չնայած չեմ երկու անգամ արել եմ, նեղացել եք, բայց սխալ է, պետք չի նեղանալ, նորմալ է, երբ որ տոմս առնում, հա որ թանկ լինի, կզանգեմ, կասեմ։ Հա, չէ, այս մեր վերջին իվենտների ժամանակ մենք էլ ենք արդեն սկսել խնդրել էդի տենց ոնց որ էլի սփորթի մի տեսակ է, որ պետքա բոլոր պրոմոութերներին ու բոլոր կազմակերպիչներին, вообще բոլոր իվենտներին ընդհանրապես պետքա ցուցաբերել, որովհետև ասենք այդ 10-20 հազար դրամը իրականում այն որ ձեզ չի հարստացնի, բայց այն որ մեծ զարգ կա դա, միանգամից ձեր կաֆեի գումարն է, էլի։ Հա, էլի։ Ես ավելին ասեմ, ես տենց ասում, սփորտ չի ինքը դուք product եք տալիս, մարդը պետքա product-ի համար վճարի։ Ես ուզում եմ որ Հայաստանում, պրիտոմ էդի մենակ ձեր ոլորտում չի, իմ ոլորտում էլ է, որ դաժե խորհրդատվությունը մտածում են դա կարա ձրի լինի։ Ու ասենք ես եթե բան ելներ այդ ձրի խորհրդատվությունների մրցանակներ ես կտանեի։ Ես էլ եմ նայվում դրանց, իհարկե, որովհետև դուք ջանք եք դրել, աշխատանք եք արել, պրոֆեսիոնալիզմ եք, արհեստավարժություն եք հղկել ձեր մոտ, հա, որպեսզի կարողանաք ավելի լավը ներկայացնեք հասարակության համար, ու մարդիկ պետք է սովորեն դրա համար վճարել։ Բնականաբար, ու մյուս կողմն էլ այնա, որ ասենք եթե այդ պրոմոութերները համոզված լինեն իրենց ոնց որ կոպիտ ասած հաճախորդների այցելուների վրա, այսինքն որ ինքը իմանա ինքը իվենթը դրնի տոմսերը վաճառելու է նորմալ, այսինքն դրանից գումար ստանալու, որպեսզի տակ չտական բան չանի, ավելի հաճախ կարելի է այդ իվենտները անել։ Հիմա այսինքն չի սպասելու պրոմոութերը միջև ինչ որ հովանավորներ գտնի եւ այլն, այսինքն նույն այդ տոմսի փողերով ինքը արդեն որ տոմսերի փողով ապահովված լինի, ավելի հաճախ միշտ կարա ինչ որ իվենտներ դնի, ավելի թույն համերգներ ու իվենտներ լինեն։ Այո։ Հաջորդ հարցը արդ ինչ իվենտ կուզենայիր Երևանում լիներ, որ չես եղել ու ինչ որ խոսեցինք, որ գործանելուց երաժշտություն ես սիրում, իսկ մարդկանց կհետաքրի նաև ինչ ոճեր ես սիրում։ Հա, Սենց երկու հարց էլի ոնց որ հա, հետաքրքիր է, ես բավականին խորացել եմ այդ հատվածով, դու ձեր պատճառով էլի, ու պարզել եմ, որ ինձ ավելի հոգեհարազատ է, ոնց որ բան մինիմալ տեխնո, մեկ էլ մելոդիկ տեխնոն, չնայած ձեր նվագած գործերը բոլորն էլ հավանում եմ, որոնք տարբեր ժանրերից կարան լինեն, կարան ասենք ոսկե աֆրո բան ոնց են ասում, աֆրո հաուս, հա, կամ չգիտեմ, ասենք ոսկի նույն drum and bass կամ dubstep բայց այնտեղ ինձ ավելի կոմֆորտնի եմ զգում։ Ես այնտեղ ավելի ես եմ, քան թե։ Իսկ ինչ իվենտ կուզեի լիներ, հիշում եք բանը, պրիտոմ այդ որ ասեցիր հավաքվում ենք տոմսերի բանը, դիզայն ֆոտոսեսիա բան, հիշում եմ ամենալավ իվենտներից մեկը
բուսաբանական այգում որ ասենք շատ կայֆ է, շատ հաճելի աուրա էր, ասենք արև բան, ընդհանրապես բնությունը համակցված, ասենք էլեկտրոնային մյուզիկի հետ, իմ համար մեծ հաճույք է բանանում։ Ինձ թվում է դա խոսում է էլի, նայ ցերեկային իվենթ է մերը Garni-ը, ինքը որտեվ արդեն ստացված պրոյեկտ է, դե տեղը իր մասին խոսում է, որ մարդիկ գալիս են, բայց այսօր եթե ուրիշ տեղ անես, այտենց բուսաբանական այգի նման ինչ որ վայրում, всё-таки մեր մարդիկ կոմպլեքսավորված են տենց բաների համար։ Ինքը շատ սիրուն բան, այո, դու շատ լավ նշեցիր, շատ լավ հիշեցիր, ինքը շատ լավ իվենթ է, այդ ցերեկային իվենթները Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում շատ ոնց որ ընդունված բան է։ Ու մենք կուզենայինք ունենք Triangle-ով շատ ենք խոսել դրա մասին, որ ինչքան հաջողված են անցել մեր այդ իվենթները։ Ցերեկային իվենթները, բայց սկսել ենք էլի։ Բայց ասենք մենք եթե սկսում ենք 2-ից 3-ից, հա, այս մեր հայրի խասյատն է, մինչև մութը չընկնի, որ տենց ահա որ դժվար է, ասենք ինքը вообще տեղից շարժվի, սպասում է ով առաջինը գնալու կենտրոն պարահրապարակ։ Դա չա պարտիներն էլ էր, բան, ցերեկն էինք, չէ՞։ Հա, ցերեկն էր։ Որ ինքն է կպնի պողոտ արդեն է որ ցեցը ջանը գցել է, ուզում է բարի, բայց ամաչում է, որ սպասում է առաջինը սկսելու բարի, որ ինքն էլ հելնի բան։ Հա, դրսում իհարկե այդ խնդիրը չկա, դրսում այդ խնդիրը չկա իհարկե, բայց այդ լուսավորությունը ծիմնոտադրուկ մալաջուրի թեման Հայաստանում շատ է աշխատում էլի, դա չգիտենք ինչից ոնց կարա դա վերացնել, երևի ավելի հաճախ ցերեկային իվենթներ է պետք անել։ Ինձ թվում նայ, ճիշտ ես ասում, դե հիմա ստեղ նայած էլի դու Gen Z-ի համար ես անում, թե ասենք իմ տարիքայինների, եթե իմ տարիքայիններին հավաքես, ուրեմն ցերեկը ավելի հաճելի է։ Հա, то есть պետքա հասկանալ էլի մասշտաբը ու բանը։ Եթե սպառեցի ձեր հարցը, ես ունեմ ձեզ հարց։ Ասա Արձան, ասա Ինչի համար եք այս ոդկասթը անում տղեկ։ Պրովոկացիոն հարցերից։ Չէ, պրովոկացիոն չի, ուղղակի հետաքրքիր է։ Հենց այսօր քեզ մեծ հարց կտամ։ Դե սենց ասեմ, մեր հիմնական նպատակը ընդհանրապես ինչ նույն էս ոդկասթի դեպքում էլ ու ընդհանրապես նրանով էլ երբ որ մենք այսքան տարի որ այս ամեն ինչով զբաղվում ենք, այդ հիմնական նպատակը այդ promote-ն է, ծանոթացնել մաքսիմալ ավելի շատ մարդկանց, որ տեսանք արդեն միջև 25 թվական իվենթներով մենակ այն որ քանի որ մենք շատ հաճախ չենք անում իվենթներ չեն կարողանում ավելի լայն շրջանակի մարդկանց այդ էլեկտրոնային երաժշտության եւ այլն այդ կուլտուրայի որտեվ դա կուլտուրա է մշակույթի մի մաս է ցանկացած երկրում այդ չենք կարող ավելի շատ մարդ ավելի ոնց որ սեղմ ժամկետներով ներգրավենք հիմա ավելի փորձենք այս ոդկասթն էլ սկսենք որպեսզի կարողանանք սրանով էլ այդ կուլտուրան տարածել ծանոթացնել ինչ որ չգիտեմ նույն այդ քլաբինգի կուլտուրա կլինի ընդհանրապես ասենք միջազգային նորություններ մարդիկ իմանան դրսում ինչա կատարվում որտեվ մարդկա բացի ասենք իր դիմացի փողոցի ասենք չգիտեմ կարաոկից այնքան բան չի տեսել այդ ես մի բան եք ավելացնեմ շարունակելով ես կարծում եմ որ նաև այդ ամեն ինչը նրա համար է ցավոք չի ստացվում այնքան չափի իվենտներ անել Triangle-ը կուզեր շատ իր լսարանի համար ամիսը մեկ իվենթ աներ, բայց կուզենք լսարանին հայտնել, որ ցավոք հովանավորչության դեռ երկիրը ու մեջի կազմակերպությունները տարբեր որոնք որ աջակցում են Triangle-ին, դեռ այն մակարդակի չի հասել, որ ամեն ամիս կամ չգիտեմ 2 ամիսը մեկ իվենտներ արվի, թե փոքր թե մեծ։ Իսկ այս podcast-ը կարծում եմ համ հիշեցնում է մեր մասին, Triangle-ի մասին, Կուևոյի ու Լեոյի մասին, որ մենք կանք, մենք ակտիվ ենք, մենք շարունակում ենք մեր գործունեությունը, մենք ընթացքի մեջ ենք ինչ որ միջոցառումների կազմակերպելու եւ ջահելությանը եւ ոչ միայն եւ տարիքով բոլորին պահելու այս թեմայի մեջ ասենց ասած, հա, զարգացնելու թեման, հա։ Հա, որ մենք որ իրանք էլ թեմայի մեջ մնան, որ մենք էլ իրանց հետ ենք, բայց չենք կարող տեսնենք, հա, հաճախ իվենթների շրջանակներում, բայց սենց կարող ենք ոնց որ իրար տեսնել տնից YouTube-ից տուն բանով էլի։ Այդ հովանավորների ցավոտ թեմայից որ խոսացիր, այն որ ասենք էլի, փնտրում ենք հովանավոր։ Հա, այսքան ժամանակ այս ոդկասթերից էլ համել որ խոսացինք էլի, ասում եմ rock and roll-ին
Ստեղ տեսնում եք, ասում իրենց այդ կներես էլի մի բան ավելացնեմ, նայ իրականում Հայաստանի հասարակությունը դեռ չի ընկալում, որ ոդկասթների հովանավորությունը դա թազա մեդիայի ձև է ու ամենալավ մեդիայի ձևերից մեկն է գալիս։ Իմ ընկերներից մեկը, որ ամենահին ոդկասթներից ոդկասթը ստեղծողն է, կարելի ասել առաջիններից է, Re-Range-ի Նարեկը։ Երբ որ ստեղծեց, ինքն էլ բավական երկար չէր կարող համոզել մարդկանց, որ այս ոդկասթը լավ պլաշատկա է ձեր product-ը գովազդելու, որտեվ սա կոնտեքստային է ու անկեղծության մակարդակը շատ ավելի բարձր է ու մեծ է ու պլյուս դու կոնտեքստային կարաս ավելացնես ֆունկցիոնալ հատվածը այն product-ի, որը գովազդում ես ու չեն հասկանում, երբ որ նոր ոդկասթ է դրանից կարելի է սկսել, որովհետև այդ ժամանակահատվածում ամենաէֆեկտիվն է, երբ որ դու իրանց հետ զարգանում ես, ունենում ես այն բաները, սլոտերը, էժան, որը կարա երկար պահպանվի։ Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս, որ բիզնես հասարակությունը, կորպորատը ուշադրություն դարձնի ոդկասթների։ Չի ասում, էլի մի բան գիտի ասում, ժողովուրդ ջան ասում։ Հավատացեք 2 տարի հետո կտենաք սա ոդկասթները այնքան հովանավոր են ունենալու, որովհետև իրանք նիշային են, իրանք բուն թեմայի մասին են ու իրանք կոնկրետ թիրախավորված են։ Այո, իրականում եթե դիտումներն են, այո, դիտումների քանակի հետ կապված էլ ես իմ կարծիքով զուտ օրինակ մեր դիտորդները, հիմա օրինակ չգիտեմ, արդեն եթե այս պայդրությամբ օրինակ չգիտեմ 1000-2000 դիտում ունենք, բայց այդ մարդիկ, ովքեր որ կոնկրետ հենց նայում են, այդ կոնկրետ շատ տենց նեղ խումբ է, որ հենց կոնկրետ, այսինքն այդ product-ի, հա, այսինքն հենց product-ի ինքը հենց ոնց որ ամրոսմա ուղիղ sense սպառողներն են, հա։ Ավելի որակով սպառողներ են, որովհետև եթե իրանք նայում են ոդկասթը, նշանակում է իրանք այդ ոլորտի opinion leader-ներ են, էլի, այսինքն իրանք սրտացավ են այդ ոլորտի մասին, դրա համար իրանք սիրում են այդ ոդկասթը նայում են ու համապատասխանաբար իրանք word of mouth-ը այսինչ product-ի մասին, որ այստեղ հովանավոր է ու sense բան են արել, product placement են արել, ավելի մեծ էֆեկտ է բերում, քան թե ասենք 100,000 մարդու գովազդես։ Արջան, այդ ասածներից հետո որ հանգարց հովանավոր եկավ մեզ, իմացի 15%-ը քեզ ենք տալիս։ Ուրեմն այստեղ ասեմ, հա, մի զլացեք, կապնվեք տղեկի հետ, ստացեք առաջարկները իրանց ոդկասթի հովանավորչական գործընկերության եւ մասնակցեք, ճանապարհ անցեք, ոլորտ զարգացրեք։ Հա, ու ես մի բան էլ ավելացնեմ, անկեղծության բաղ, որ ասացիր, նաև ոդկասթները այն հարթակն է, որ մենք կարանք խնդիրներից, հա, մեր խնդիրներից կատարվող Հայաստանում խոսենք նեղ կրուգում ընկերության մեջ, թե ասենք ակումբների տերերի հետ, նաև հա, ինչպես ունեցել ենք community տերերի հետ, մարքեթինգի մասնագետի հետ, մենք իրար հետ խոսում ենք, բայց մարդիկ միգուցե շատերը տեղյակ չեն դրա մասին։ Միգուցե հիմա մենք որ մենք այս ոդկասթները անում ենք, այսքան խոսում ենք եւ այս ամբողջ խնդիրների մասին, այսքան մանրամասորեն քննարկում ենք, միգուցե եւ լուծվեն այդ հարցերը։ Այսինքն սկսեն լուծվել, տեղ հասնեն մարդկանց, սիրողներին, թե հովանավորներին։ Դե սա լսելի ձայնն է, արտասահմանում, հիմնականում յետինդուստրիալ երկրներում, զարգացած Եվրոպայում, եկել Ամերիկայում հիմա մատնանշեմ, սա լոբիզմի մի տեսակ է։ Երբ որ դու քո խնդրի ոլորտի խնդիրների մասին դու չես կարող ուղիղ արտաբերես այդ խնդիրները, սա միջոց է արտաբերել անուղղակիորեն, որը տեղ կհասնի կամ տեղ հասնում է, ինչ որ շերտերի հաստատ հասնում է, ու պետք է հասնի ու ես ուղղակի ուրախ եմ, այսօր նայում եմ բավական մեծ շատ ոդկասթներ են բացվում, ես միակ բանը որ կուզեմ, որ նիշային ոդկասթներ լինեն, որոնք խնդիր են լուծում կոնկրետ ոլորտի։ Այլ ոչ թե համաձայն եմ, հա, շատ ընդհանուրներն են մի բան, չէ՞, էլի, չգիտես ամեն անգամ նայես, ասենք ինչից են խոսալու եւ այլն։ Հա։ Ու դու հստակ նայում ես, դաժե պատկերն ես հասկանում քո հասարակության կառուցվածքի, նախասիրությունների, կենսակերպի, հա, լայֆսթայլի, իրանց ժամանակահատկացման, ասենք, բաները, pattern-ները եւ այլն, որը կարեւոր է նու մարքեթոլոգի համար, նաեւ բիզնես անողի համար, որտեղ ինքը հստակ տեսնում է ու թե buyer persona է կարող նկարագրի հստակ եւ թե կարող է ասենք իր product-ը ճիշտ դիրքավորի այդ buyer persona-ի ցանկությունների շրջանակում։ Մեր սիրած Լեոս ջան, ասում եմ ռուբրիկային անցնենք։ Այո, ես միացնեմ դու խոսա։ Ես այս տրեքը շատ եմ սիրում ու քանի որ մենք ունենք ռուբրիկա,
ամեն անգամ խոսում ենք մի տրեքի մասին, հա, 37 տարի առաջ ստեղծվել է Pump the Jam տրեկը, այո, house տրեկը 1979 թվին Technotronic Group-ի կողմից տրեկը շատ հայտնի տրեք է ու միջև հիմա էլ ամենահին ճանաչված տրեկերից է, ինձ թվում է ու որ մինչ օրս մեծ ազդեցություն ունի, հա, dance floor-ի համար եւ առասարակ պուբլիկայի։ Ինձ թվում է էլի այն տրեկերից է, որ մենք դենց տրեկերից ենք միշտ խոսում, որ երբ այդ տրեկը դնես, ինքը աշխատելու է։ Հաստատ, բացի դրանից էլ էսի կոնկրետ նենց տրեկեր են, փորձում ենք մեր ոդկասթների ժամանակ էլ նենց տրեկեր իհարկե դե տարիներով փորձված տրեկեր են, իրանք նենց տրեկեր են, որ կոնկրետ համել այդ ոլորտի մեջ բաներ են փոխել։ Այս տրեկը հենց այն տրեկերից է, որ կոնկրետ, ասենք, դուրս գալուց հետո ժանրային, այսինքն ինչ որ փոփոխությունների մեծ ոնց որ ինքը տենց են որ քայլ արել էլի, այսինքն այդ տրեկերից մաքուր պապսից փոփոխություններ արդեն դեպի հա, ինքը տենց ինքը այն ժամանակ պատկերացու 37 տարի առաջ էլի, այսինքն Հայաստանում вообще, ասենք, հələ չգիտեին այդ էլեկտրոնային երաժշտությունը ինչ է, էլի, ասենք։ Այն տրեկերի շարանից է, որ երբ կուլտուրա են փոխել։ Հա, կուլտուրա են փոխել ու չգիտեմ, հիմա տենց տրեկեր կան, որ օրինակ վերջի տարիներին ստեղծել են, բայց մենք ասենք 37 տարի հետո իրան որ լսենք, կասենք ու տենց 37 տարի հետո պատկասթի ժամանակ իրեքով կնստի կխոսա այդ տրեկի մասին։ Հա, կակրաս իմ տարիքը կգա այդ 69-ին այդ վերջը տալու կա։ Չմեռնելու տարիքը, հա։ Ես կարամ մի հատ էլ օրինակ այս վերջերս հետաքրքիր բան իմացա, հենց այդ ժամանակահատվածում մի հատ էլ ուրիշ տրեք կար, որը Pump the Jam-ի նման չէր, բայց բավականին պոպուլյար էր, բանը Forever Young։ Forever Young տրեկը։ Ու գիտեք ինչ պարզեցի, ախր հետաքրքիր գիտեք որ նա անցած ոդկասթում Շանթի հետ խոսում էինք, որ հիմա չեն ստեղծվում ինչ որ բան տրեկեր, որոնք մնայուն են, հա, մնայուն են, հիշով են, հա, որ մի 30 տարի հետո իրան կլսենք, ասեն նայեք, էսի լեգենդա եւ այլն եւ այլն։ Ու այդ խիա է, տենց մտածել էի դրա մասին, ուզում էի հենց այս ոդկասթի ժամանակ խոսայի, նրա պատճառով է, որտեվ կյանքա դրած, հոգյա դրած ու իմաստա դրած է եղել այդ ամեն ինչի մեջ։ Այդ որ մենք չենք հասկացել այն ժամանակ, դա չի նշանակում, որ այդ իմաստը չի եղել։ Ու այդ տրեկը, որ հիշատակեցի, պարզվում է ինքը ոչ թե ինքը դրական տրեք չէր, չնայած իրան որպես պոզիտիվ տրեք էին ընկալում, ինքը երգը լիրիկան նրա մասին էր, որ մնալ միշտ այսպես երիտասարդ, ու որպեսզի այսպես միշտ երիտասարդ մնաս, ավելի լավ է քո կարիերայի երիտասարդ ամենալավագույն տարիքում դու չլնես։ Մարդիկ կհիշեն քեզ այտենց։ Ու եթե չեմ սխալվում, ինքը այդ 27 կլաբի հիմնադիրը եղավ, էլի այդ երաժշտությունը, այդ տրեկը, որտեղ Kurt Cobain, Amy Winehouse, Jimi Hendrix, հա, ու այտենց մինչև հիմա ինքը ավոր պոպուլյար է Ամերիկայում արտիստների կողմից։ Ցավալի է, բայց դաժե այդ իմաստը բացասական ինքը իմաստավոր է եղել, դրա համար այդ տրեկերը հիշվում են։ Դրա համար այդ տրեկերը մինչև հիմա մարդիկ լսում են ու սիրում են ու հարգում են ու կապ չունի որ Պակալենյանը լինի, որտեվ դա մշակութային արժեք է։ Հիմա Մոնա Լիզան, ասենք, կապ չունի, չէ, ասենք Բումերն է նայում, թե Ջենզին է նայում, թե հա կարող է ընկալումները տարբեր լինի, բայց որպես միավոր, կուլտուրայի միավոր, նա ինքը արդեն արժեք է, պեդեստալի վրա դրած, ոչ ոք չի կարող ոտնձգություն անի դրա նկատմամբ։ Այո, բացի ներկծպնող աղջիկներից։ Դե ասում այդ խոտանները միշտ էլ կան ու կլինեն, բայց դե մենք խոսում ենք շատ կայֆ ոդկասթ ստացվեց, շատ լավ, նոր եւ ոչ միայն նոր, այլ տենց այն որ կարեւոր բաներ այսօր իմացանք, ասեցիր։ Քեզ շատ շնորհակալ ենք, որ մեզ այսօր հյուրընկալվեցիր։ Ձեզ մերսի։ Շատ հաճելի, շատ պետքական ինձ զրույցներ տարան, որոնք ժողովուրդը իրենց համար որ չմտածեն, որ մենակ DJ-ներ ենք ու կազմակերպիչներ ենք կանչում։ Իդեպ խորհուրդ եմ տալիս Gen-Z-ից էլ ներկայացուցիչներ կանչեք ու իրենց հասկացեք։ Պետք է իրենց լսել, իրենց պետք է հասկանալ, որտեվ չէ որ այսօրվա արդեն շուկան իրանք են կազմում ու իրանք են սպառողների մեծ մասը, հա, ասում եմ մենք արդեն բիձա ենք, չնայած բիձա լինելով
մինչև 69 տարեկան հաստատ մասնակցելու եմ։ Ամեն դեպքում ես որպես ունկնդիր ձեր ոդկասթների ուշադիր կնայի, հետաքրքրությամբ կնայի, թե ինչ են երեխա մարդիկ են ասել։ Ինչ են իրանք արտահայտվում էլի այդ ամեն ինչի մասին։ Անպայման կարծում եմ կունենանք մոտակա ժամանակներս հյուրեր նաև ոնց որ տարբեր համ տարիքային, ոլորտային, ոնց որ օրինակ այսօր։ Իրանց հետաքրքրում։ Այո։ Հա։ Շատ շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, ձեզ լիքը հաջողություն եմ մաղթում եմ, որ հովանավորների այնքան զանգեր ստանաք, որ մտածեք ում պլաշատ կտակում, չէ։ Համո ջան կլեից կապում իրենց հետ։ Հաստատ բանը, կարա համոն դառնա ձեր ստիլի բանը, բայց չգիտեմ, էլի պետքա ավելի շատ աշխատի, որտեվ եթե չեմ սխալվում, հələ մի քանի տեսակ ունի, չէ։ Այո։ Իր բանի, բայց ամեն դեպքում ճիշտ է, կարա հովանավոր դառնա։ Ուսանք այնքան կզարգանանք, որ արդեն մեր համար հատուկ կոլեկցիա կթողարկեն։ Ես նույնիսկ առաջարկում եմ ձեր ընկեր համպին էլ դառնալ բան, հովանավոր։ Այո, որպես երևների համպ։ Շատ շնորհակալ ենք մարդկանց, որ մինչ պահ մեզ նայում են։ Խնդրում եմ եղեք ակտիվ, լայքեք, կոմենտեք, մեզ շատ պետք է այդ ամեն ինչը ավելի զարգացնելու մեր ոդկասթները, մեր այո, եւ ավելի եռանդով ու ավելի աշխուժ այս ամեն ինչի վրա աշխատելու համար։ Շնորհակալություն մինչ մյուս ոդկասթները։ Հաջողություն։ Հաջողություն։ Ստեսություն։